Ժողովուրդ օրաթերթը գրում է. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանում լիազորությունները դադարեցրած դատավորների վարույթների մասով նոր փուլ է թևակողել։ Ժողովուրդ օրաթերթին հասած լուրերի համաձայն ՄԻԵԴ գրություն է ուղարկել լիազորությունները դադարեցրած դատավորներին և ՀՀ կառավարությանը, առաջարկելով հաշտության գալու համար ժամկետ տրամադրել։ Սահմանված ժամկետում, եթե լիազորությունները դադարեցրած դատավորները և ՀՀ կառավարությունը հաշտության եզրեր չգտնեն, ապա ՀՀ կառավարությունը պետք է պատասխանի ՄԻԵԴ-ի կողմից արդեն իսկ ուղարկված հարցերին։ Օրաթերթը նաև գրում է. Ժողովուրդ օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը թիմակիցներին հստակ բացատրել է, որ պետք է վեհապարին հեռացնել, բայց խելոք, քայլերի հաջորդականությամբ, երկարատև պրոցեսի միջոցով։ Բանն այն է, որ եկեղեցին ունի իր ներքին կանոնադրությունը, առաջնորդվում է դրանցով և աշխարհիկ կյանքի միջամտություններից պաշտպանելու իմունիտետ ունի։ Սա հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանը իր թիմին բացատրել է, որ իրենք օրակարգում ունենալու են վեհապարին վեհարանից հեռացնելու ծրագիրը, բայց չպետք է շտապեն ու սխալ քայլեր անեն։ Նախ պետք է եկեղեցու ներսում գտնել դաշնակիցներ, որոնք ներսից կպայքարեն կաթողիկոսի դեմ, դրսից ունենալով իշխանության աջակցությունը։ Փաստ թերթի տեղեկություններով, մինչ Նիկոլ Փաշինյանն ու ՔՓ-ն զբաղված են հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ խաչակրած արշավանքով, հակաիշխանական դաշտում վերջին օրերին վերադասավորների լուրջ տեղաշարժ կա։ Մեր տեղեկություններով Ապրելու երկիր և Հաղթանակ կուսակցությունները քննարկում են նոր դաշինքի ձևավորման հարցը, միասնության անվան ներքո, որը փառաքար խոշորացված համայնքում արդեն ապահովել է համոզիչ հաղթանակ 57% արդյունքով։ Հրապարակ օրաթերթը գրում է. Հունիսի 15-ին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության թեկնածուների առաջադրումների վերջնաժամկետն է։ Չնայած ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերին, նախնական տեղեկություններով սեպտեմբերի 15-ին, սակայն առաջադրումներն ավարտվելու են 5 օրից։ Ընտրությունները կայանալու են կուսակցության համաժողովի ընթացքում, որի ժամանակ ԿՊ վարչություն կընտրեն։ Գործող 16 հոգանոց վարչության կազմը 5-ով կավելանա։ Նիկոլ Փաշինյանը որոշել է ընդլայնել կանանց քվոտան։ Վարչության ամեն երրորդ անդամը կին է ընտրվելու։ Նաև դրանով է բացատրվում որոշ կին թեկնածուների արտասովոր ակտիվ հրապարակային գործունեությունը։ Օրաթերթը նաև գրում է. ԱԺ պատիվ ունեմ խմբակցության նախաձեռնած իմպիչմենտի գործընթացը ըստ ամենայնի գլուխ չի գա։ Հիշեցնենք, որ ՀԿ-ի առաջարկով ԱԺ պատիվ ունեմ խմբակցությունը որոշել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին վարչապետի թեկնածու առաջադրել և խմբակցությունը միաձայն որոշել է սատարել այս որոշմանը, կոչ անելով ընդդիմադիր մյուս պատգամավորներին միանալ նրանց նախաձեռնությանը։ Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Օրագիր News կայքում։